Դատական համակարգի գերծանրաբեռնված լինելու փաստը կարող է սեփական մաշկի վրա զգալ ցանկացած քաղաքացի, ով որոշել է իր խնդիրները լուծել դատական կարգով։ Սա եւ ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակիցների, եւ հարկային մաքսային համակարգի հետ խնդիրներ ունեցողների, եւ գործատու աշխատող համակարգի մասնակիցների մեծաքանակ դիմումների արդյունքն է։ Վերջին տարիներին իրավագիտակցության մակարդակի բարձրացման հետ մեկտեղ վերջին օղակի ներկայացուցիչներն առավել ակտիվ են փորձում լուծել խնդիրները դատական ատյաններում։ Գործատուները չեն գրանցում աշխատողներին, դրանից բխող նաև վերջնահաշվարկների հետ կապված, օրինակ արձակուրդային չեն կարողանում տալ, կայծակնային արագությամբ օրենքների փոփոխություններ, որոնք որ իմ կարծիքով նորմալ չեն։ Նույնիսկ պետական մարմինները իրենց աշխատողներին շատ հաճախ չեն կարողանում ճիշտ հաշվարկել արձակուրդային, ճիշտ հաշվարկել պարապուրդ։ Խնդրի լուծման համար կառավարությունը պարբերաբար տարբեր քայլեր է ձեռնարկում։ Դատավորների աշխատավազն է բարձրացնում, հաստիքներ է ավելացնում եւ փորձում է ստեղծել պետական համակարգում օղակներ, որոնք թույլ կտան այս կամ այն բնույթի վեճերը լուծել արտադատական կարգով, արագ, առանց գլխացավանքի։ Աշխատող գործատու կոնֆլիկտների լուծման նպատակով առաջիկայում նախատեսվում է օրինակ ստեղծել հատուկ հանձնաժողով, որը գործելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո։ Հանձնաժողով ունենալու է ներկայացվածություն ինչպես պետության կողմից, այնպես էլ գործատուների եւ արհունության ներկայացուցիչների կողմից։ Այս ներկայացվածությունը հնարավորություն կտա նաեւ օբյեկտիվորեն, ինչպես ասում են, երրակողմ ձևաչափով լսել կողմերին։ Ենթադրվում է, որ այս կառույցին կդիմեն նրանք, ովքեր ունեն գործատու աշխատող վեճ, սակայն չեն ցանկանում դիմել դատարան։ Հանձնաժողովը անվճար քննելու է նրանց դիմումը եւ եզրակացություն է տալու։ Եթե կդիմեն, հանձնաժողովը կկայացնի իր որոշումը, որը բնականաբար տրվել է նաեւ ժամանակ, որի ընթացքում կամ կողմերը կհամաձայնեն որոշման հետ, իսկ եթե կհամաձայնեն, պետք է արդեն իրականացնեն այն ինչ որ որոշման ասված է, կամ նաև իրավունք ունեն իրենց անհամաձայնությունը հայտնեն, բայց եթե հանձնաժողովի որոշումը չեն վիճարկում սահմանված ժամկետում, ապա ստացվում որ այն պարտադիր է իրականացման տեսանկյունից։ Հանձնաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում մարդիկ կարող են նորից գնալ դատարան։ Կա հավանականություն, որ մարմնի որոշումներից կողմերից մեկը միշտ դժգոհ է լինելու։ Մեր երկրում ցավոք սրտի այդ մարմինները չեն կարողանում կայանալ այնպես, որ լինի հանրության վստահությունը, եւ մարդիկ ավելի շատ ապավինում են դատարաններին։ Մասնագետները նշում են, որ սովորաբար արտադատական կարգով այս կամ այն ոլորտում քաղաքացիների խնդիրները լուծող մարմինները ցավոք ժամանակի ընթացքում դառնում են ֆորմալ, այն սկզբունքով, որ գնամ ձևականորեն այս կառույցին դիմեմ, մինչև դատարան մտնելը։ Տեսչական մարմինը, եթե աշխատի ոչ մնացածի նման այսպես մի փոքր ֆորմալ եւ ինչ որ չափով այսպես ֆիլտրի այդ վեճերը դատարանից, այսինքն այնքան այդ աշխատանքը լինի բովանդակային, պարզ, բարձր այսպես մակարդակի, որ միգուցե վիճող կողմերը ում հարցը քննվում է, նրանց կարելի լինի այսպես հեղինակավոր ձևով բացատրել, որ ընկերներ, եթե գնաք դատարան, այսպիսի խնդիրներ են լինելու։ Նոր հանձնաժողովի հաջողությունը կախված է դրանում ընդգրկված կադրերի պրոֆեսիոնալիզմից, ներգրավվելիք ռեսուրսներից, այսինքն մասնագետների պարզաբանմամբ, եթե մեկ իրավաբանը քննի ամիսը 100 գործ, դժվար թե կարողանա որակ ապահովել։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։